Չէ։ Հյուրասենյակ պետք չի գնալ։ Ինչի՞։ Հարսը ընդեղ բազմոցին քնել է։ Հարսը։ Ինչ հարս։ Դինան ինչի դու ուրիշ հարս ունես։ Ինչի՞ է բազմոցին քնել։ Այդ լավ է որ բազմոցին քնել է։ Ուրեմն կռվել են։ Ուրեմն արդեն սկսել են իրար սիրել։ Հա, իրանք իրար հանդեպ միշտ էլ սիրով են եղել, անտարբեր երբեք չեն եղել։ Չէ, հա։ Հա։ Մոռացա՞ր, որ Դինային ուզում էինք հարց բերեինք, Արսենը ինչ ասեց։ Ասեց, հա, պապ, ուզում եմ, լավ էլ սիրուն աղջիկ է։ Լսի, էլի սիրունը ու սիրում եմը դրանք տարբեր բաներ են։ Լավ էլ սիրում են, հա։ Չես տեսնում ամբողջ օրը աղունիկների նման բնից դուրս չեն գալիս։ Հա, դրա համար էլ ես մի աղունիկը արդեն բունը կորցրել է։ Լավ, վերցրու սուրճդ խմի։ Սառել է իմիջարես, կուզես նորես։ Չէ, ես սառը սիրում եմ, թող։ Ասում ես քնելա, լավ, թող քնի։ Լավ, թող քնի բան։ Ա դու թող քնի, ես բան։ Հա մի խոսա թող սուրճս խմեմ իրը։ Ասա նորը։ Ոնց։ Որտեղից ես իմացել։ Հետո։ Բալավ, հիմա որտեղ է։ Լավ, հասկացա։ Բան ա եղել, շեֆ։ Էլ լինելը ոնց է ալնում։ Սերգեյն են ծեծել։ Ինչ։ Լավ, քշի հիվանդանոց։ Այսինքն կայնի, ավել լավ է տարին ծոֆիս, դու կգնաս հիվանդանոց։ Հեռախոսդ կմիացնես, կդնես ականջին, ես հետը կխոսամ։ Ավել նոր տական չլինի։ Եղավ, շեֆ ջան։ Եղավ, վարյակ քշի։ Ես ինչ մոմենտ է։ Ով կարա լինի։ Ադամը։ Չէ, դժվար։ Ձինա։ Դավ։ Արսեն ջան։ Ինչ կա ուր ես։ Տան մոտ եմ։ Բա ինչի ես եկե։ Դե աղջիկին տարատուն, Արմանն էլ ասաց, որ պետք չեմ, ես էլ գնացի տուն։ Ինչ էր եղելով էր հիվանդանոցում։ Դե այն աղջիկը որ տեսանք, հիշում ես։ Սառան։ Հա, ոնց որ Սառա էր անունը։ Բա ինչ է եղել։ Երիկամներն են ինչ որ պետքա վիրահատեն։ Հա, լավ։ Հեսա դուրս կգամ։ Ես իհարկե անհարմար եմ զգում ես մասին խոսել, բայց ես երեք ասացի, կարծեմ Տաթևին, որ պետք է վճարումները կատարվի։ Ինչ գումարի մասն է խոսքը գնում։ Վիրահատության։ Հա, դա ես անպայման այսօր կանեմ։ Մենք մի քանի հետազոտություն ունենք, վերջացնենք, որ հիվանդին տեղափոխենք վիրահատարան։ Եթե հանկարծ մասնագետներ պետք լինեն կամ եթե պետք լինի Սառային արտասահման տեղափոխել, խնդիր չի, դա հաշվի առեք։ Չէ, մասնագետ հրավիրելու կարիք չկա, ես ինքս եմ վիրահատելու։ Լավ։ Ես ինչ-որ մի բանով կարող եմ մասնակցություն ունենալ։ Ինձ համար Սառան շատ կարևոր մարդ է, ու չեմ ուզենա, որ իր մոտ հանկարծ խնդիրներ լինեն։ Ես դա արդեն հասկացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Լավ, շատ լավ։ Դե ուրեմն ես գնամ մոծումներն անեմ։ Լավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Աշխեն ինձ մի հատ թեյ բեր։ Լավ։ Նոր աշխատողներից ինչ կա, ոնց են։ Ճիշտն ասած, դեռ տեղյակ չեմ։ Դե ուրեմն ճշտի։ Լավ, բայց ձեզ մի բան եմ ուզում ասել։ Աշխեն ճշտի հետո կասես։
Ուղղակի շատ շտապ է։ Սա էլ է շտապ։ Գնա։ Ժպտա։ Չեմ կարող։ Ինչի։ Չեմ ուզում, որ ինձ վիրահատեն։ Բայց դա անհրաժեշտ է, չէ՞։ Հա, բայց ինձ հետ ոչ մեկ չի խոսել։ Ես եմ խոսել բժշկի հետ։ Կներես, քո փոխարեն ես եմ որոշում կայացրել։ Բայց ընդհանրապես այս փուլում արդեն ես եմ միշտ որոշումներ կայացնելու։ Արման։ Ինչ։ Ու ընդհանրապես սրանից հետո ես եմ միշտ որոշումներ կայացնելու։ Լսում ես։ Հիվանդանոցից հետո երբ որ քեզ դուրս գրեն, գնալու ենք ուղիղ իմ տուն։ Բայց ես իմ ամենակ չեմ ապրում։ Տաթևը ինձ հետ է։ Տաթևի հետ ես ապրում։ Հիմա միասին ենք մնում այդ տանը։ Շատ լավ եք անում։ Տաթևին էլ կվերցնես ու կտեղափոխվեք իմ տուն։ Այս անգամ չես կարողանա ինձանից փախնել։ Չեմ թողնի։ Լսում ես։ Չեմ թողնի։ Ինչ համով է։ Թարմա, Բարի լույս ձեզ։ բարի լույս տղես։ Ոնց եք։ Լույսս։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Կոֆե սուրա։ Մերսի։ Արսեն, այդ կինդ ինչի է հյուրասենյակում քնել։ Չգիտեմ։ Կարող է վիճել եք։ Չէ, մենք երբ եք վիճում։ Հաստատ բան չի եղել արս։ Հաստատ։ Դե լավ, դուք նստեք, ես գնամ տնօրենը զարթանցնեմ։ Ձեզ էլ բարի ժամանց։ Լավ, մամ, ես էլ դուրս գամ։ Ուր ես գնում։ Խանութներ պիտի գնամ, մի քանի բան պիտի առնեմ։ Կուզես ես քեզ հետ գամ։ Մենակ կգնամ։ Սուրճն էլ չխմեց։ Օհո։ Ինչ ես աշկիրը չռևրես նայում։ Էս ինչ օրն են քեզ գցել։ Ես գիտեմ ինձ ով այսօր ինքցը, որ դուրս եկա կասեմ։ Շեֆը ուզում ա քո հետ խոսա։ Մոտս առախոս չկա։ Ես կզանգեմ։ Ասա շեֆ։ Սերգեյ տղա, Բալու շեֆ ջան։ ինչ բարի լույս։ Արավոտ լույսով բայղուշ նորություններ եք բերում։ Էդ ով է եղել։ Այդ չստացված փեսան։ Յա։ Էդ այդքան կա, հա։ Բա պատկերացնում ես շեֆ ջան։ Արա ես քեզ ասում եի դրա գլուխը կերեք։ Չարեցիր։ Հիմա ինքն է անգել քո հետևից։ Ոչինչ։ Հեսա որ ես դուրս եկա, ես գիտեմ դրան ինչ կանեմ։ Շատ բան է եղել։ Կողերս, ձեռս, ջարդել են էլ ես շատ գիտեմ։ Փաստորեն լավ էլ սխկել են։ Հենց հարմար է, բայց ոչինչ։ Լավ։ Դու պարկի հանգստացի։ Ես մի հատ կենտրոնանամ, հասկանամ ինչ ենք անելու։ Լավ շեֆ ջան, լավ։ Այ ձինա։ Այդ գյադեն ուխտի պուշ է դարել։ Դրան կուլ տալ չի լինում։ Ոչինչ։
կվառենք էթա։ Բարի լույս։ Բարև մամ ջան։ Էս ինչ ես անում։ Մամ ջան, ոտս անեցա գորգալի չես պատկերացնի։ Ինչ պետք է անեմ քորումը։ Հայք, հո երեխա չես։ Էլ բան չմնաց, դիմացի։ Երբ ես բժշկի գնալու։ Շաբաթվա վերջ։ Շատ լավ ա, սուրճդ խմի։ Երեք այնքան ուշ եկար, որ մոռացա ասել։ Ինչ բան չէ։ Բանկից էին զանգել տղես։ Ու։ Ոնց որ քո բաժնի վարիչներ Հայկ ջան, քեզանից էլ հարց ու փորձ անում։ Հարցնում էր երբ ես աշխատանքի գնալու։ Okay, կզանգեմ մամ ջան։ Տղես, ականջի հետև չգցես։ Անպայման կզանգես, լավ։ Ես գնացի։ Կզանգեմ մամ ջան։ Չվախենաս։ Ես տեղ կսպասեմ քեզ։ Ուզում եմ քեզ մի բան ասել։ Ինչ։ Շնորհակալ եմ, որ կասեմ կյանքում։ Լսիր, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասել։ Ու դրա համար այստեղ սպասելու եմ քեզ, մինչև որ հետ գաս։ Լավ։ Չվախենաս։ Լավ ա լինելու։ Կիմանաս, երբ որ հետ գաս։ Ես հասկանում եմ, որ դու ինձ տենցնելուց խառնվում ես իրար, բայց սենց էլ պետք չի։ Կլինի մի օր աչքերս բացեմ ու քեզ չտեսնեմ։ Մեզ մենակ մահ կբաժանի, հիշի։ Վայ, ոնց եմ ես քեզանից զզվում։ Վայ, զատո ոնց եմ ես քեզ սիրում։ Չկա տենց բան։ Կոֆե կխմես։ Կարամ իմանամ ես դատարկ բաժակը ինչ տվեցիր ձեռքս։ Որ տանես բաժակը լվաս ու կրկնես։ Թեռար։ Հա, Դավ։ Արսետ Գյադեն Մոսկվա չի գնացել։ Այսինքն չի գնացել։ Չասեցիք սամալյոտ անստե։ Չգիտեմ ուր է գնացել։ Ամենայն դեպս Մոսկվայում չի։ Հենց հիմա ճշտում եք դրա տեղը։ Շատ խաղացինք արդեն, հերիքա։ Բարի լույս։ Բարի լույս, Զինա ջան։ Սուրճ կխմեք։ Չէ, բալես, մենք արդեն խմել ենք։ Բա դու ինչի էիր հյուրասենյակում քնել։ Բանա պատահել։ 2 ամիս չկա ամուսնացել եք։ Դու շատ սխալ բան ես անում։ Ես չեմ խառնվում ձեր հարաբերությունների մեջ, ես չգիտեմ ինչ է եղել։ Բայց դա ճիշտ չի։ Ես ինչ էլ լինի քո ամուսինն է։ Այդպես մի արա։ Որովհետև Արսենը կարող է հիասթափվի։ Լավ։ Գիտեք, ուղղակի Արսենը
Արսենը շատ ուժեղ խռացնում է։ Արսեն ջան, ես դու սկսել ես խռացնել։ Ես։ Շատ ահավոր խռացնում է, ոնց որ ականջի տակ տրակտոր աշխատի։ Տրակտոր, հա, ասում ես։ Սպասի մի հատ մեղքս քավեմ։ Այդպես միշտ սիրով եղեք, որովհետև դրանից լավ բան չկա։ Շատ ենք սիրում, մամ ջան։ Պրոստը մի քիչ ձինան քաշվում է, բայց որ մենակ ենք լինում, ինձ սպանում է։ Սա հետո կմաքրես։ Ինչ ես անում։ Բա դու ինչ ես անում։ Ինչեր ես քեզ թույլ տալիս։ Ինչ եմ թույլ տալիս։ Բաց թող Արսեն։ Թողել եմ գնա։ Դու ինձ ձեռ ես առնում։ Բա որ ես խրացնում եմ, ուրեմն մենք էլ իրար ուժեղ սիրում ենք։ Ու տղա եմ ունեցել, անուն էլ պապայիդ անունն եք, չէ՞ դրել։ 9 ամիս հետո կունենաս կյանքս չկասկածես։ Երազի։ Պրինցիպ ես գցում։ Չէ։ Ես իմ թե։ Աստված իմ խնդրում եմ, Սարայի հետ եղիր։ Սուրճ եմ բերել։ Ամեն ինչ նորմալ է։ Գնա Աշխեն։ Ճիշտն ասած, բանն եմ ձեզ հետ խոսելու։ Ես հիմա այն վիճակում չեմ, որ ասա ինչ ես ասում։ Խոսքը Սարայի ու Տաթևի մասին է։ Ես Սարա ու Տաթև անունով աշխատող չունեմ։ Իրանք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Սարան հիվանդանոցում է ու իրան գումար է հարկավոր։ Հետո ինչ։ Ես բարեգործական ընկերություն եմ։ Նկատի ունեմ, եթե վերջնահաշվարկները տայիք։ Ամեն ինչ կլինի իր ժամկետին։ Իսկ հնարավոր չի այսօր տակ։ Չէ, հնարավոր չի։ Ընկեր Գրիգորյան, Սարային այսօր եմ վիրահատում։ Ցավում եմ, ես ոչնչով չեմ կարող օգնել։ Լավ։ Սպասի։ Ինչ ա եղել Սարային։ Արդեն կարևոր չի։ Հարցիս պատասխանի։ Ձեր հարցը չի մտնում աշխատանքի մեջ։ Այնպես որ ես կարող եմ չպատասխանել։ Մեղքերն է դուրս գալիս։ Բարի լույս։ Բարի լույս։ Այ էս ուրիշ բան։ Թե չէ գրելով մի տեսակ խոսալ չեմ սիրում։ Հա, ես էլ չեմ սիրում։ Բա ինչ կա չկա, դե պատմի։ Ոչ մի բան պարապում էի, որ ստուգարկս հանձնեմ։ Գնում ես փաստորեն։ Չէ, չեմ գնում, օնլայն եմ հանձնելու։
Օնլայն։ Շուտով մարդիկ օնլայն են ապրելու։ Ասենք ապրում են էլի, էլ ապրել է ոնց է լինում։ Դու են ասա, գիպսդ երբ են հանելու։ Քիչ մնաց։ Հենց որ ոդկս լավացավ, կաստիլները շպրտում եմ մի կողմ, իրար հետ գնում ենք կարաոկե։ Սիրում ես երգել։ Ես երգել չգիտեմ։ Իսկ իմ մոտ ասում են լավ է ստացվում։ Լուրջ։ Երևի Վարշավն է։ Դե լավ, ես չխանգարեմ։ Դու երբեք էլ ինձ չես խանգարում։ Սպասի նայեմ։ Ես քեզ կզանգեմ։ Լավ։ Դինա, հեռախոսդ տուր մի հատ։ Ինչի՞ դա պետք։ Տեղ եմ զանգում։ Քոնով զանգի։ Չգիտեմ իմ ուր եմ դրե, զանգեմ տնամ ուրա դրած։ Այդ ինչ ես նայում։ Համարս եմ անգալի։ Կարես ման չգաս, վերջի զանգացը դու ես։ Էս զզվանքը ես եմ։ Փաստորեն քո հեռախոսի մեջ ես զզվանք եմ գրված։ Սրանց հետո սենց։ Սերես։ Մի քանի սեյով։ Լավ, սերես։ Ինձ թվում է վաղուց եմ ես քո սերը։ Ուղղակի վախում ես խոստովանես։ Երազի։ Չեմ երազում։ Ես միշտ ճիշտ եմ դուրս գալիս։ Դու արդեն ինձ սիրում ես։ Գժվում եմ քո համար։ Այ մի անգամ ճիշտ բան ասեցիր։ Դու փաստորեն ոչ միայն չոբան ես, այլև ինքնահավան չոբան։ Իսկ դու իմ մռութն ես։ Գնա, հա։ Այ, ոնց եմ ես։ Սիրում։ Իսկ հիմա որ խնդրեմ, կհելնես շորերս փոխեմ։ Վրշո։ Հասնում եմ արդեն ախպերս։ Չէ, մի արի։ Ինչի՞, հոբան չի եղել։ Այն Արսենի շներն են դրանս դեմը։ Երևի իմացել են, որ չեմ գնացել։ Ասում էի, չէ։ Աբա հուսախ կյանքս դրանից չեմ փախնելու։ Զանգելու եմ դրան այդ համ տղավարի հետ խոսամ, վсё։ Մի սկսի էլ։ Բան եմ ասում։ Լսի ինձ։ Պետք չի տակ գլխով որոշումներ կայացնել։ Համբերի տնանք ինչ ենք անում։ Զանգի ոստիկանություն։
Ինչ ոստիկանություն է։ Դու մտածում ես ես այն տղեն եմ, որ ոստիկանություն կզանգեմ։ Լսի, եթե մի բան չարվի, դրանք այդտեղից գնացողը չեն։ Մամա տանն է։ Չէ, լավ է, մաման տանը չի, գործի է գնացել։ Ասում եմ զանգեմ, գնամ դրան տենամ։ Համբեր էլի, աղբորպես համբերի, առանցից ոչ մի բան չանես, խնդրում եմ։ Սպասի տենանք ինչ ենք անում, հեսա գալիս եմ հասնեմ։ Լավ։ Հա, լսի, այն տրուպից խաբար կա։ Չէ, հələ։ Դե լավ։ Տանը մարդ կա։ Մեկը շարժվում է։ Հաստատ այդ կռիստն է։ Ջարդեմ զավակը։ Չէ, ես կբացեմ։ Ինչ կա դավ։ Հետի տունն է։ Այսինքն տունը մարդ կա, բայց դուրը չեմ բացում։ Լսի, ես չեմ ուզում, որ շուխուր լինի։ Սրա մասին ոչ մեկ չի իմանա, դաժե Ալեքսը։ Չի իմանա։ Հանգիստ եղի։ Լավ։ Լավ։ Հա, մամ ջան։ Արսեն, հես դու ինձ մամա ես ասում։ Դե զոնգ ջան, ասեմ ուրախանաս։ Էդինայի հեռախոսը քո մոտ է։ Չէ, Դինան դուրս եկավ սենակից, տեսա դու ես զանգում, վերցրեցի։ Հա, բա ինչ եք անում Արսեն ջան։ Դե ես պատրաստում եմ դուրս գամ տնից, գործեր ունեմ։ Աղջիկդ էլ տունն է, եթե ուզում ես արի։ Դե ուզենալը ո՞րն է։ Ուզում եմ հարցնեմ, հարմար է հյուրեր ընդունեք։ Ընդունում ենք, ոնց չենք ընդունում։ Ապրես տղա ջան, դե մի քիչ հետո Արտուրիս հետ կգամ։ Արտուրը ով է։ Արսեն, իմ եղբոր տղան է։ Հա, լավ, եկեք։ Իսկ դու երբ տանը կլինես։ Մինչև սեղանը դնենք ես կգամ։ Դե լավ, դե հեսա մի քիչ հետո կգանք։ Եղավ Ծոշա ջան։ Պետք չի որ Դինան ջոկի, որ իր զանգերին ես եմ պատասխանում։ Դե զանգի արա, զանգի տնամ ինչ ունես Դինային ասելու։ Հոգ տաննա Դինան։ Հա, բա ու պետք է լինի։ Դաշները տնից դուրս են գալիս։ Դե գնանք վերցնենք, գնանք մի տեղ։ Լավ ասեցիր, հեսա գնացինք։ Երեխես ինչ ամուսնացել է։ Ոնց որ ոչ թե հարս գնացած լինի, այլ աղախին։ Քթները տանից դուրս չեն հանում, հեսա որ գնանք կտեսնես Արտուր ջան։ Մի տան մեջ որ տեքր, չգիտեմ, այնտեղ տալ, կեսուր, կեսրար, էլ շնչելու ժամանակ կունենա երեխես, էլ տանից դուրս կգա։ Հեն Արսենն էլ առավոտից իրիկուն գնում է, ու չի թողում, թե միտեղ դուրս գա Ծինուլը։ Իրար հետ էլ լուրջ են գալիս։ Չէ։ Դրա համար եմ ես պայթում այսենց։ Դե գնանք Ձինային վերցնենք, գնանք միտեղ լավ տժանք։ Ունենց հավեսով դուխով ասեցիր։ Դու գնացինք է։ Գնացինք։
Այսօվա։ Հա։ Հա, արևս, ես էլ քեզ էի ուզում զանգեի։ Աղջիկ, որտեղ ես։ Հենց հիմա պատրաստվում եմ գնալ Էլիզենց։ Շատ լավ է։ Աշոտ մի տեսակ լարված ես։ Լսի այդ անուղեղ աղջկա կասես, հիմար բաներ չանի։ Ինչ ա եղել։ Լսի այդ բոմժն է ակտիվացել։ Աղջկա տասա հիմար քայլեր չանի։ Ու բացատի թող գլուխը մտնի, որ իմ ու քո կյանքը իրանից է կախված։ Ինչեր ես է խոսում, վախացնում ես ինձ։ Բան է եղել։ Ես Արտուրը հետը տա։ Հա։ Լսի, նա այդ իրականջը ավել օր բարդ չընկնի։ Ադամը ակցիաներն ա ձեռիցս առնում, հետո աղջկաս հանի տնից դուրս խայտարակ կլնենք։ Կմնանք նախարարի չոր աշխատավարձի հույսին։ Լավ եղավ Աշոտ։ Ու հասնես տեղ, զանգի դրա հետ խոսամ։ Չնայած էդի երբ հենց լսում։ Եղավ արևս լավ։ Գնացինք Արտուր ջան։ Վրշո։ Հայկ տղեկին ասել եմ գալիս են։ Չէ, սախրանիկ չի քո համար։ Էս նուրբ թեմա է։ Ես չեմ ուզում Զինուլի անվան հետ խաղամ։ Հետո էլ էս հարցը անձնական հարց է։ Ես պետք է խոսամ այդ Արսենի հետ։ Անցած անգամ չստացվեց մեր խոսակցությունը։ Լսի կրակետ ես խաղում 1000 անգամ ասեցի մոռացի այդ աղջկան։ Այդ էլ անում եմ, ես փորձում եմ մոռանամ։ Երևում է Զինուլս ինձ չի մոռանում։ Դա Արսենն է երևի նկատում է, լավ էլ ջոգում է, որ Զինուլս ինձ է սիրում։ Այդ աղջկան ընդհանրապես հանի գլխիցդ։ Ու քեզ չպետք է հետաքրքրի ում է ինքը սիրում։ Քարսի պես հենց այդ ինչ շատ է հետաքրքրում։ Ինչքան էլ փորձում եմ ինձ շեղեմ, չի ստացվում։ Հիմա այս տղեկին ինչ անեմ։ Տղեկին ասա մերսի ուղարկի տներով։ Եթե Հական Կարսենի հետ ուրեմն ստեղ Արունը թափվելու։ Իսկ ես չեմ ուզում տղեկից որևէ մեկի մազը անգամ պակաս։ Դե սպասի, լավ, սպասի գալիս եմ։ Հագիս Էրիցսոֆտն ունի փափուկ բարձիկներով մակերես եւ նոր պաշտպանիչ շերտ։ Հագիս գրկում է ինչպես մայրիկը։